Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր հունիսի 23-ն է, երկուշաբթի։ 2025 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան։ Շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթելով նրանց բարի եւ անվտանգ ծառայություն։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացվել են զորակոչին նախորդած լայնածավալ աշխատանքները, զինակոչիկների բժշկական հետազոտության կազմակերպման ընթացքը, ինչպես նաեւ իրականացված մի շարք այլ միջոցառումներ։ Միացյալ Նահանգները տարածաշրջանի արաբ պաշտոնյաներին խնդրել է փոխանցել Իրանին, որ Իսրայելը ցանկանում է շուտով վերջ դնել հակամարտությանը։ Իսկ Իրանը պատասխանել է, որ դեռ պատրաստ չէ նահանջել եւ իրեն պարտավորված է զգում արձագանքել իրանական միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակմանը, հայտնում է Wall Street Journal-ը։ Հիշեցնենք, երեկ Միացյալ Նահանգները միացավ Իսրայելի Իրանի դեմ ռազմական գործողությանը եւ հարվածեց Իրանի 3 միջուկային օբյեկտներին։ Երեկ Ամերիկայի Միացյալ Նահանգները միացավ Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ երկրի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի 3 միջուկային օբյեկտների։ Ռմբակոծությանը մասնակցած ինքնաթիռներից մեկը ռումբեր է նետել Ֆորդոյի ուրանի հարստացման գործարանի վրա։ Ֆորդոյի հետ մեկտեղ հարվածի են ենթարկվել Նաթանզի եւ Սպահանի օբյեկտները։ Բոլոր ինքնաթիռները անվտանգ վերադարձել են տուն։ Շնորհավորում ենք մեր ամերիկացի զինվորներին։ Աշխարհում չկա որևէ այլ զինված ուժեր, որոնք կարող է դա անել, գրել է նա Truth Social-ում։ Թրամփը հավելել է, որ հիմա խաղաղության ժամանակն է։ Սա պատմական պահ է ԱՄՆ-ի, Իսրայելի եւ աշխարհի համար, ասել է նա։ Իրանը հիմա պետք է համաձայնվի ավարտի այս պատերազմը, գրել է Թրամփը։ Իրանական պետական հեռուստատեսությունը հաստատել է ամերիկյան հարվածների լուրը, հայտնելով, որ տարածաշրջանում յուրաքանչյուր ամերիկյան օբյեկտ լեգիտիմ թիրախ է։ Իրանը պնդում է, որ Միացյալ Նահանգների կողմից ռմբակոծած բոլոր 3 միջուկային օբյեկտների աշխատակիցներին նախապես տարհանել է։ Իրանի միջուկային օբյեկտների հարվածների ժամանակ Միացյալ Նահանգները կիրառել է GBU-57 ռումբեր, որոնք աշխարհի ամենախորը բունկերակործան ռումբերն են եւ ստեղծվել են 2000-ականների սկզբին։ Համացանցում են հայտնվել GBU-57 բունկերային ռումբի կիրառման կադրերը։ ԱՄՆ-ի հարձակումը երկարաժամկետ հետևանքներ կունենա։ Իրանն իրեն վերապահում է բոլոր տարբերակները, պաշտպանելու իր ինքնիշխանությունը, շահերը եւ ժողովրդին, հայտարարել է Իրանի արտգործնախարարը։ Իրանը 3 շուրջ 20 խայբեր բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իսրայելի վրա Իրանի հարվածի թիրախներ են եղել Բեն Գուրիոն օդանավակայանը, կենսաբանական հետազոտությունների կենտրոնը եւ հրամանատարական կետերը։ Միջուկային օբյեկտների վրա հարձակումից հետո Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Իրանի հրթիռային կայանքներին, կործանիչներին եւ Իրանի զինված ուժերի զինվորներին։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Արաղչին, ով Մոսկվայում հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանը խստորեն դատապարտում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունը։ Ինքնիշխան պետության տարածքը հարվածների ենթարկելու անպատասխանատու որոշումը հատկապես մտահոգիչ է այն առումով, որ հարվածները հասցվել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող երկրի կողմից, ասված է հայտարարության մեջ։ Ռուսաստանը, Չինաստանը եւ Պակիստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում շրջանառության մեջ են դրել Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը դատապարտող բանաձևի նախագիծ։ Նրանք պահանջում են անհապաղ հրադադար եւ առաջարկում են երաշխավորել Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը պատժամիջոցների վերացման դիմաց։ Իրանի խորհրդարանը երեկ քննարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին։ Վերջնական որոշումը պետք է կայացնի ազգային անվտանգության խորհուրդը։ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խաթարելու Իրանի փորձն ինքնասպանություն կլինի երկրի համար, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը։ ԱՄՆ-ն հետաքրքրված չէ Իրանի ցամաքային զորքեր ուղարկելու կամ այդ երկրի հետ երկարատև հակամարտություն ունենալու հարցում, նշել է Վենսը։ Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ այսօրվանից Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները։ Իրանական լրատվամիջոցներն էլ հայտնել են, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ է գումարել Իրանի վրա ԱՄՆ հարձակումների կապակցությամբ։ Այսօր արտակարգ նիստ է հրավիրել նաև ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին, պայմանավորված Իրանում ստեղծված իրավիճակով։
Միացյալ Նահանգները պատերազմի մեջ չէ Իրանի հետ։ NBC News-ին տված հարցազրույցում ասել է փոխնախագահ Վենսը, պնդելով, թե Վաշինգտոնը պատերազմի մեջ է նրանց միջուկային նկրտումների հետ։ Վենսը հրաժարվել է 100% վստահությամբ պնդել, որ ԱՄՆ-ի գիշերային հարվածներից հետո Իրանի միջուկային օբյեկտները լիովին ոչնչացվել են։ Փոխարենը նա ասել է, որ Միացյալ Նահանգները հաջողությամբ հետաձգել է Իրանի միջուկային ծրագիրը եւ որ հիմա Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ աշխատելու է Իրանի միջուկային ծրագիրը առհավետ ապամոնտաժելու ուղղությամբ։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածից հետո Իրանի միջուկային օբյեկտերին մոնումենտալ վնաս է հասցվել։ Հիմք ընդունելով արբանյակային լուսանկարները Թրամփը պնդել է, որ ամերիկյան հարվածը կարելի է ճշգրիտ բնորոշել ավերում բառով։ Պատկերված սպիտակ կառույցը խորապես ներկառուցված է ժայռի մեջ, նույնիսկ դրա տանիքը գտնվում է գետնի մակարդակից բավականին ցածր եւ ամբողջությամբ պաշտպանված է կրակից։ Ամենամեծ վնասը տեղի ունեցել գետնի մակարդակից շատ ցածր, գրել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը չի բացառում Իրանում ռեժիմի փոփոխության հնարավորությունը։ Այս է վկայում Սպիտակ տան ղեկավարի կողմից հունիսի 23-ի գիշերը Truth Social սոցիալական ցանցում հրապարակված նրա գրառումը։ Ռեժիմի փոփոխություն տերմինը քաղաքականապես կոռեկտ չէ, սակայն եթե Իրանի ներկայիս ռեժիմը չի կարողանում Իրանը կրկին հզոր դարձնել, ապա ինչու ռեժիմի փոփոխություն տեղի չունենա։ Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարբեր շրջաններում գտնվող 6 օդանավակայանների եւ ոչնչացրել 15 մարտական ինքնաթիռ եւ ուղղաթիռ, այսօր հայտնել է Իրանի պաշտպանության նախարարությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Իրանի արևմտյան, արևելյան եւ կենտրոնական շրջաններում իրանական ռեժիմի 6 օդանավակայանների վրա։ Հարվածների հետևանքով վնասվել են թռիչք-ուղիներ, ստորգետնյա բունկերներ, 1 ինքնաթիռ տանկեր եւ իրանական ռեժիմին պատկանող F-14, F-5 եւ An-1 ինքնաթիռներ, ասվում է հայտարարության մեջ։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Իդեպ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօթերոթաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը 24/7 ռեժիմով շարունակում է ֆոնային գամմա ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները համաձայն կառավարության որոշման պահանջների։ Այդ մասին տեղեկացնում է կենտրոնը։ Հունիսի 21-ից 22-ը հիդրոօթերոթաբանական կայաններում գամմա ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել եւ գտնվել են 14-ից 20 միկրոռենտգեն ժամ տիրույթում։ Դամասկոսի Դվեյլա թաղամասի Սուրբ Եղիա հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով առնվազն 20 մարդ զոհվել է, 52-ը վիրավորվել։ Սիրիայի ներքին գործերի նախարարությունն իր պաշտոնական Թելեգրամի ալիքում տեղեկացրել է, որ Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության ինքնասպան ահաբեկիչը մուտք է գործել մայրաքաղաք Դամասկոսի Դվեյլա շրջանում գտնվող Սուրբ Եղիա եկեղեցի, կրակ բացել հավատացյալների ուղղությամբ, ապա իրեն պայթեցրել։ Հայաստանի տարբեր մարզերից ավելի քան 100 բուժաշխատողներ հունիսի 21-ին եկել էին Գյումրի շնորհակալություններ լսվելու եւ փոխադարձորեն բաժանելու իրենց կյանքեր փրկելու նվիրումը գնահատելու համար։ Բուժաշխատողի մասնագիտական տոնն անցավ շնորհակալություն բժիշկ խորագրի ներքո։ Բժշկին, բուժքրոջը, բուժակին եւ բուժանձնակազմի բոլոր անդամներին Գյումրիում շնորհակալություն հայտնեցին տոնական միջոցառումներով, իսկ երեկոյան կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ եզրափակիչ միջոցառումը շնորհակալություն բժիշկ մրցանակաբաշխությամբ։ Վարչապետի հուշամեդալով եւ առողջապահության նախարարի շնորհակալագրերով են պարգևատրվել հանրապետության տարբեր բուժհաստատությունների 50 բժիշկներ։ Բժիշկ դառնալու ճանապարհը երկար է, աշխատանքը ծանր, երբեմն վտանգավոր, բայց հենց մարդասիրությունն է եւ կյանքի համար պայքար մղելու ձեր անվառ մոտիվացիան է, որ ձեզ տալիս է ուժ ու կորով հոգալու մեր առողջության մասին։ Բժշկի տոնը շնորհավոր։ Ձուլվում են շնորհակալությունը, երաժշտությունը, երաժշտիկի խոսքերը եւ պետական պարգևների ու մրցանակների հանձնման արարողությունը։ Բարձր մասնագիտական, գործնական հմտությունների ներդրման համար, ինչպես նաեւ բուժաշխատողի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրելու համար բեմ ենք հրավիրում։
Եվ այսպես, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Բարսեղյանին, բժշկական գիտությունների թեկնածու Հայկուհի Գեոգջյան Կժդրյանին, Բոլոր տեսակի պատերազմների, հիվանդությունների եւ խաղաղ պայմաններում բժիշկները միշտ առաջնամարտիկ են եւ միշտ առաջին տեղում են եւ նրանք գիշեր-ցերեկ պայքարում են մարդկանց առողջություն պարգևելու համար։ Եվ իհարկե ես կարծում եմ, որ շատ ճիշտ է, որպեսզի մենք տարվա մեջ մեկ օր կարողանանք նշել բուժաշխատողի օրը, մեր հարգանքի տուրքը մատուցենք բուժաշխատողին, որը 24 ժամ աշխատում է մեր պացիենտների համար։ Տեսնում ենք բազմաթիվ երախտագետ հայացքներ հիվանդների, հարազատների կողմից, որը լիովին դրանով բավարարված է։ Ճիշտն ասած անակնկալ էր, շնորհակալ եմ կազմակերպիչներին ցուցաբերած բարձր վստահության համար։ Ես եմ նոր ծանոթանում ճիշտն ասած Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հուշամեդալ խնդրեմ։ Իհարկե դրական ժեստ է եւ հաճելի է, երբ որ բժիշկը իր աշխատանքի ընթացքում գնահատվում է։ Իհարկե ամենակարևորը հիվանդների կողմից, հիվանդի հարազատների կողմից։ Նաեւ շատ կարևոր է, որ համապատասխան գերատեսչությունները ուշադրություն սևեռեն բժիշկի վրա, որովհետև դա ծանր աշխատանք է եւ կարիք ունի խրախուսման բժիշկը։ Այս մրցանակաբաշխությունը ոչ թե մրցում է, այլ խորը հարգանքի արտահայտություն։ Հարգանք նրանց, ովքեր եղել են բացառիկ իրենց մասնագիտության, էթիկայի, հոգատարության եւ մարդասիրության մեջ։ Բժշկական մասնագիտությունների ցանկից այսօր մենք 26 անվանակարգերում հանձնում ենք շնորհակալություն բժիշկ խորագրով մեր բոլորիս շնորհակալության խորհրդանիշները։ Բոլոր մասնագիտություններն էլ իրենց տեղն ունեն, բոլորն էլ գնահատելի են, բայց բժշկի աշխատանքը շատ ծանր ու շատ պատասխանատու աշխատանք է, ու երբ որ քեզ գնահատում է քո կոլեկտիվը, բուժարում, հանրապետությունը իսկապես շատ շոյվում ու շատ հուզվում է։ Մենք մեծ բանակ ենք, մեր վրա ասենք սահմանում մեր ճշնամներից են պաշտպանում, մենք էլ մեր ներքին ճշնամներից, որ մարդու մեջ են։ Պարգևատրվեցին մի քանի տասնյակ, մինչև 50 անվանակարգերում, մինչև 50 բժիշկներ ստացան պարգևատրումներ, ուղղակի խորհրդանշական ձևով այդ բժիշկներին պարգևատրվեց եւ մենք իրենց դեմքով ուզեցինք շնորհավորենք եւ պարգևատրենք բոլոր բժիշկներին։ Հանրապետության առողջապահական համակարգը շատ հզոր հիմքերի վրա է եւ բազմաթիվ բժիշկներ են արժանի այդ շնորհավորանքին։ Մեծ գաղափարներն ու նպատակները իրականություն դարձնելու համար ամենևին էլ մեծ ֆինանսական ներդրումներ չեն պահանջվում։ Մանթաշյանց բիզնես ակումբի անդամները կոտրում են այդ մտածելակերպը, թե բիզնեսը պետք է սկսել ներդրումներից, իսկ ինչպես առանց մեծ գումարների գործ սկսել ու հաջողել։ Այս մասին են խոսել Մանթաշյանց ակումբի հիմնադիրներն ու անդամները անցկացված Մանթաշյանց Open Events ձևաչափով միջոցառման շրջանակներում։ Այն Գյումրիում առաջին անգամ է անցկացվում։ Միջոցառումը նախաձեռնել է Մանթաշյանց բիզնես ակումբի Գյումրիի մասնաճյուղը, նպատակ ունենալով աջակցել Շիրակի մարզում գործարար միջավայրի ակտիվացմանը, խթանել տեղական գործարանների կարողությունների զարգացումը եւ նպաստել կայուն բիզնես համայնքի ձևավորմանը։ Բանախոսները Մանթաշյանց բիզնես ակումբի համահիմնադիրներն են ու գործարար աշխարհի փորձագետները, իսկ լսարան այդ բիզնես համայնքի ներկայացուցիչները։ Սովորաբար Մանթաշյանցի միջոցառումները միայն բիզնես ակումբին անդամակցողների համար են, բայց այս անգամ ընտրված ձևաչափը Մանթաշյանց Open Events-ը մասնակցության հնարավորություն էր տվել բոլոր ցանկացողներին, անկախ նրանից նրանք անդամակցում են ակումբին թե ոչ։ 140-ից ավելի մասնակիցներ էին ներկա բիզնես թռիչք Գյումրիից, տեղականից դեպի հանրապետական եւ միջազգային հարթակներ խորագրի ներքո անցկացված հանդիպմանը, որի ընթացքում ներկայացվեցին գործարար միջավայրում կիրառելի 3 առանցքային թեմաներ։ Դրանցից առաջինը բիզնեսի մասշտաբայնությանն էր վերաբերում, չսահմանափակվել միայն տեղական շուկայով, փնտրել նորերը ու չվախենալ ավելի լայն մտածել ու գործել։ Նախ պետք է հավատալ այդ բիզնեսին, խորը ուսումնասիրել եւ գործել։ Երբ որ սկսում ես աշխատել, արդեն այդ ֆինանսական հարցը դառնում է աջակցել։ Կարևորը հավատալ, ուսումնասիրել ու սկսել, չվախենալ։ Կարծում եմ հիմնական խնդիրը մեր մոտ մտածելակերպային հարցը։
Այսինքն Հայաստանում կա այդ մտածելակերպ, որ ավելի բաց չի, ավելի գլոբալ չի, մենք մի տեսակ Հայաստանով ենք տեսնում աշխարհը ընդհանուր առմամբ, բայց աշխարհը շատ մեծ է, որ այդ կարելի է աշխատել Հայաստանից։ Համագործակցությունը տարբեր գործարարների հետ հնարավոր է միայն կապերի միջոցով, իսկ կապերը բիզնեսում համարվում են ամենակարևոր ռեսուրսը։ Այդ ռեսուրսը գտնել, հաստատել կապեր գործարարներին օգնում է Մանթաշյանց բիզնես ակումբը։ Կապերը հաստատելուց հետո էլ պետք է ջանք գործադրել դրանք պահպանելու եւ արդյունավետ համագործակցության վերածելու համար։ Մանթաշյանցին անդամակցող գործարարները սեփական փորձով են համոզվել, որ բիզնես ակումբը գործուն համակարգ է իրենց ընկերությունների աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու եւ որպես գործարար անձնական աճ ապահովելու համար։ Այս ընթացքում բավականին շատ երկրներում ենք եղել, կոնկրետ ես Մանտաշյանցի հետ եղել եմ Ամերիկա, այնտեղ Լոս Անջելեսի գործարարների հետ հանդիպեցինք, հետաքրքիր մտքեր առաջացավ, ինչ կարելի լինել, ինչ փոփոխություններ կարող է նաեւ անդրադառնալ մեր իմ կոնկրետ բիզնեսից վրա, եղել եմ Մոսկվայում բիզնես Մանտաշյանց բիզնես ակումբի հետ, Սոչիում բոլորը արդյունավետ հանդիպումներ են եղել, ու ամեն անգամ գնալով ինչ որ մի նոր բան բացահայտում ես, մի նոր բան սովորում ես։ Հիմա մենք այն փուլում ենք, որ մենք դեր կապեր ենք հաստատում, դեր շփումներ ենք ապահովում, ու շատ հարցեր, որոնք իհարկե պրոյեկտներ չի դարձել, բայց թեկուզ եւ այն շփումը միմյանց օգնել է, շատ է դիրը, որ իրենք են հետաքրքրվում Գյումրիում, հետո իրենք են Գյումրի հաճախում, մենք ենք գնում բաների, տուրերի, ես կարծում եմ, որ շուտով կլսենք այդպիսի համագործակցություններ։ Հանդիպման մասնակիցները նոր գործնական գիտելիքներ ստացան արդյունավետ վաճառք կազմակերպելու եւ համապատասխան կադրեր ու ռազմավարություն ունենալու իր փորձով կիսվեց վաճառքի մասնագետ Բուզանդ Մկրտչյանը։ Ըստ նրա Հայաստանում վաճառքը գրագետ չի իրականացվում, իսկ գրագետ աշխատանքը հաջողության գաղտնիքներից մեկն է։ Վաճառքը Հայաստանում չէ, կրակետ չի, ոչ ամենտեղ, բայց օրինակ ոլորտից ոլորտ ինքը շատ տարբերություն է ներկայացում Հայաստանի շուկան։ Օրինակ IT ոլորտում վաճառքը ավելի կրակետ է արվում։ Ոչ IT ոլորտում տրադիցիոնալ բիզնեսներում ինքը ուրիշ ձևով է արվում, որը որ հաջողված վիճակը ցույց է տալիս, որ աշխատում է, բայց ինքը կրակետ չի։ Հաջողակ բիզնես ունենալու գրավականը ըստ փորձագետների ոչ ֆինանսներն են, ոչ էլ լավ գաղափարները, այլ համառ աշխատելու ցանկությունը, բայց կա մի ռեսուրս, որն օգտագործելու պարագայում հայաստանյան գործարար աշխարհը կարող է միայն շահել։ Խոսքը Սփյուռքի գործարար ներուժի մասին է։ Հայ ժողովուրդը ինչ ունի։ Մի հատ լավ սփյուռք ունի, մի հատ էլ Հայաստան ունի։ Այսինքն մենք պետք է իրար հետ կապը շատ ուժեղ ստեղծենք, քանի որ ես միշտ ասում եմ, սփյուռքը պետք չէ կա սովորացնելու։ Սփյուռքը պետք է կա իր փորձով կիսվելու, քանի որ ինքը ուրիշ բան գիտի, ուրիշ փորձ է ունեցել, ու էդի այստեղ ուրիշ բան են սովորել։ Եվ այդ երկուսի միացումը շատ ուժեղ բան կհաստատվի։ Սփյուռքի հայ գործարարները մոտավորապես պայմանական թվեր եմ ասում, մոտավորապես 20 անգամ ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան Հայաստանի Հանրապետությունը։ Համախառն ներքին արդյունքի տեսանկյունից եթե համեմատություն անենք, հետեւաբար այդ հնարավորություններն ու պոտենցիալ ահռելի մեծ է, որը մենք շատ վատ ենք օգտագործում։ Մանթաշյանց բիզնես ակումբն այս ուղղությամբ գործուն քայլեր է կատարում կապելով գործարարներին միմյանց հետ։ Ակումբին անդամակցողների թիվն ավելանում է, ինչը վկայում է դրա որպես համակարգ արդյունավետ աշխատանքի մասին։ Մանթաշյանցը 13 երկրում 20 մասնաճյուղ ունի եւ 700 անդամ։ Գյումրիի մասնաճյուղին առայժմ 18 գործարար է անդամակցում։ Գյումրիի Մանթաշյանց ակումբը թիրախ է սահմանել 2026-ին ունենալ 30, իսկ 2028-ին 80 անդամակցող գործարար։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Որակ ու ճաշակ թելադրող Շինմոլ խանութ-սրահը նշում է գործունեության 8-ամյակը։ Ներքին հարդարման, վերանորոգման, կահավորման, ապրանքատեսական ու առաջարկով Շինմոլը Գյումրիում բազմաթիվ հաճախորդների է գոհացնում։ Շուկայում կայանալու ու ճանաչելի դառնալու համար Շինմոլը շնորհակալ է այն մարդկանցից, որոնք վստահում են եւ համագործակցում ընկերության հետ։ Ձեր հետ համագործակցության շնորհիվ է, որ մենք այսօր ունենք ուժ, վստահություն, որ կարող ենք շարժվել առաջ ու փորձել հաղթահարել նորանոր բարձունքներ։ Իսկ այդ վստահությունն անպայման փոխադարձ է, որը բիզնեսում հաջողության հասնելու երաշխիք է։ Շինմոլն արդեն 8 տարի հաճախորդներին առաջարկում է այն անհրաժեշտ ապրանքատեսականին, որը որակից բացի ընտրված է ճաշակով։ Շինմոլ խանութ-սրահ այցելելիս մեկտեղում կարող ես գտնել ու ընտրել տան վերանորոգման համար ամեն ինչ։ Շինմոլից գնված շինանյութի կենցաղային այլ ապրանքի ընտրությունից է կախված, թե տան ներքին հարդարանքը ինչպիսի ժամանակակից ու ճաշակով լուծումներ է ունենալու։ Գրեթե ամբողջ սեգմենտը փակում ենք շինարարության, ներքին հարդարման ամբողջ սեգմենտը փակում ենք։
մենք ունենք սկսած էլեկտրականությունից, լուսավորությունից, սալիկ, լամինատ, պաստառ, դռներ, կաբինաներ, ծորակներ, ջահեր։ 2017 թվականին հեշտ չէր կայուն եւ հաստատուն տեղ ունենալ շինանյութի շուկայում եւ դառնալ առաջատարներից մեկը ոլորտում։ Ընկերության հիմնադիրներն իրենց առջև խնդիր էին դրել կարճ ժամանակում հաղթահարել դժվարությունները եւ շուկայում դիրք զբաղեցնել մրցունակ առաջարկներով, ծառայություններով։ Երբ մարդ ինչ-որ բանի կարիք ունեցա ու սարք Գյումրի չկարացի գտնե, ու շինմոլը զանգերալ իր բոլոր կապերին ու գտել իրաց ցանկացած ապրանքը։ Բաղնիքի ամբողջ տեսականի կարող եք մեր մոտից գնել, բաղնիք, խոհանոցի, ամեն ինչը։ Ինչ որ դաժե չկա մեր մոտ ցուցադրած, կարող ենք դրսից բերել տան։ Տան ներքին հարդարման նորաոճ ու ժամանակին համահունչ ապրանքատեսականին հենց այստեղ է շինմոլում։ Խանութ սրահի երկու հարկերի առանձնացված հարկաբաժիններում ներկերի գունային գամմա է, բազմազանություն։ Դրանց կողքին ճաշակով աչք շոյող պաստառներն են, տարբեր երանգների լամինատներ, ցանկացած չափի ու ձևի սալիկներ, որակյալ դռներ, սանհանգույցի նորոգման անհրաժեշտ պարագաներ, լողախցիկներ եւ այլն։ Եվ այս ամենը շինմոլը ներկայացնում է ոլորտի առաջատար ու հանրահայտ ֆիրմաներից հայտնի ապրանքանիշերով։ Պահում ենք բոլոր այն ֆիրմաների ապրանքները, որոնք որ չունեն հնարավորություն Գյումրիում սեփական խանութ ունենալու, բայց ունեն շատ բարձրակարգ, որակյալ բրենդային ապրանքներ, որոնք որ ուղղակի միայն մայրաքաղաքի համար են։ Շինմոլը աչքի է ընկել իր որակյալ մատուցված ծառայություններով, որակյալ ապրանքներով եւ հոգատար վերաբերմունքով։ Որպես ակումբական ես կուզենայի տեսնել, որ մասնաճյուղերի քանակը շատացել է, շատանա, ու դառնա ինքը հանրապետական տրենդ։ Գործունեության այս 8 տարիների կայացման ճանապարհը շինմոլն անցել է վստահելի գործընկերների հետ, այն կազմակերպությունների, որոնք այժմ էլ ընկերության հավատարիմն ու խորհրդատուներն են եւ միշտ շինմոլի կողքին են։ 8 տարիների ընթացքում խանութ սրահը աշխատել է, մենք առաջարկում ենք լավագույնը կարգախոսով։ Արդեն 8 տարի է Գյումրու եւ հարակից տարածքների շուկայում գործում է շինմոլ ընկերությունը, ունի բարձր համբավ, իր սպառողների, իր գնորդների ողջ տիրույթում, ունի ձևավորած լավ անուն, աշխատում է յուրաքանչյուր հաճախորդի հետ, մինչև վերջ, մինչև իր բնակարան։ Միշտ արժևորել ենք այն կազմակերպությունների կողքին գտնվել, ովքեր բաց են եղել նորարարություններին, ցեկտել են ինչ-որ տարբերվող ծառայություններ, արտադրանք ներկայացնել, ապրանքներ ներկայացնել շուկայում։ Փորձում եմ ամեն ինչով օգնել իմ քեռին եւ հայրիկին, որպեսզի շինմոլը ավելի լավացնենք եւ կատարելագործենք։ Շինմոլն առայժմ մեկ հասցե ունի Մուսայելյան 81 կոտորակ 5, բայց որակի շնորհիվ աճող պահանջարկը ընդլայնելու հնարավորություն է ստեղծում։ Ընկերությունը մտադիր է Գյումրիում, ապագայում նաև Շիրակի մարզում ներկայանալ նոր հասցեներում։ Առայժմ որակյալ ապրանք մատակարարելու համար գործում է մատուցվող ծառայությունների օնլայն հարթակը։ Մարինե Տերբինյան, Արտյոմ Խաչատրյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։